Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ քննարկվել են Հայաստան ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները։ Ազգային ժողովը այսօր արտահերտ նիստ էր գումարել, օրակարգում ընդգրկվել էր 4 նախագիծ, որոնք պետք էր ընդունել հրատապության կարգով, 24 ժամյա ռեժիմով։ Հրատապությունը պայմանավորված է հունիսի 7-ին նախատեսված Ազգային ժողովի հերթական ընտրություններով։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նախագծին։ Այն վերաբերում է բուհերի գործադիր մարմինների ընտրության ավելի բաց եւ մրցունակ մեխանիզմների ապահովմանը։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը շարունակում են Իրանի հրթիռակոծությունը, կրկին թիրախավորվել են նավթաքիմիական օբյեկտներ, օդանավականներ եւ ռազմավարական ենթակառուցվածքներ, միաժամանակ ակտիվացել են հակամարտությունը դադարեցնելու դիվանագիտական նախաձեռնությունները։ Երևանում ապրիլի 11-ից 12-ն արդեն երրորդ անգամ կկայանա Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը։ Մրցաշարին կմասնակցեն 22 երկրների 570 մարզիկներ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման ուղղված աշխատանքները։ Անդրադարձը կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի եւ միջոցառումների օրակարգային հարցերին եւ նախաձեռնություններին, որոնք միտված են շոշափելի արդյունքների շարունակական ապահովմանը։ Արարատ Միրզոյանը եւ Կայա Կալասը նաեւ մտքեր են փոխանակել մերձավոր Արևելքում զարգացումների եւ իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների վերաբերյալ։ Իսկ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Քննարկվել են միջխորհրդանական կապերին եւ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոստանտին Կոսաչովն էլ անդրադարձել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը գազի գնի մասին։ Նա նախ նշել է, թե գազը ինչ գնով է վաճառվում Հայաստանին, ապա նշել, որ գազի ներկայիս գինը հզոր խթան է Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտների զարգացման համար եւ կոչ արել իր հայ գործընկերներին արդար վերլուծություն անել։ Կարծում եմ, հայ քաղաքական գործիչների կողմից արդար եւ ազնիվ կլիներ հաշվի առնել Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող նման ծավալի աջակցությունը, այլ ոչ թե շահարկել գների քաղաքականության հիպոթետիկ փոփոխությունները, նշել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխնախագահը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեն Սիմոնյանն ասել էր, եթե Ռուսաստանի Դաշնությունը գազի եւ մյուս հարցերի մասով որոշում կայացնի, հապկից էլ ԵԱՏՄ-ից էլ դուրս կգանք։ Ազգային ժողովը այսօր արտահերտ նիստ էր գումարել, օրակարգում ընդգրկվել էր 4 նախագիծ, որոնք պետք էր ընդունել հրատապության կարգով 24 ժամյա ռեժիմով։ Ըստ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հրատապությունը պայմանավորված է հունիսի 7-ին նախատեսված Ազգային ժողովի հերթական ընտրություններով, նախքան ընտրությունները պետք է դրա կազմակերպման վերաբերյալ արդյունավետ մեխանիզմներ նախատեսել։ Պատգամավորների նախաձեռնությամբ գումարված Ազգային ժողովի արտահերտ նիստը մեկնարկեց պատգամավորի մանդատը վայր դրած Վլադիմիր Վարդանյանին փոխարինողի անվան հրապարակմամբ։ Նա քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ տեխնատուն է Լուսինե Ակմակչյանը։ Իսկ Ազգային ժողովի արտահերտ նիստի օրակարգում հրատապության կարգով ներառվել էր 4 նախագիծ, որոնցից մեկը վերաբերում էր ընտրական օրենսգրքին։ Ըստ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հրատապությունը պայմանավորված է հունիսի 7-ին նախատեսված Ազգային ժողովի հերթական ընտրություններով։ Երկու կոմպոնենտ ունի այդ նախագիծը, մեկը վերաբերում է քվեարկության նկատմամբ վերահսկողության արգելքի համար նախատեսվող գործիքակազմի լավարկմանը, մյուսը վերաբերում է կուսակցությունների անվանումներին։ Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ կամ դրանց հոլովաձևեր։ Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։ Սա օրենսգրքի մինչև 2024 թվականի փոփոխությունները գործող խմբագրությունն է։ 24 թվականի այդ փոփոխությունների ընթացքում հանձնաժողովում առաջին ընթերցմանն ընդառաջ քննարկվել է
Առաջին պարբերության երկրորդ նախադասությունը այն է կուսակցությունների դաշինքի դեպքում դաշինքի անվանման ներքո փակագծերում նշվում են դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անվանումները։ Այս նախադասությունը հանել։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ միջազգային պրակտիկայի համաձայն ընտրություններից մեկ տարուց պակաս ժամանակահատվածում խաղի կանոններ չեն փոխվում։ Արուսյակ Ջուլհակյանը նշեց, Վենետիկի հանձնաժողովն ունի նման ռեկոմենդացիա, բայց դա վերաբերում է հիմնարար կանոններին։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ սա հակաիրավական է եւ խմբակցությունը թե օրինագծին, թե ազգային ժողովի արտահերտ նիստի օրակարգին դեմ է քվեարկելու։ Իսկ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանելով Մամիջանյանի մեղադրանքներին հիշեցրեց. վերջերս նրանց կուսակցությունից 50 հոգի ձերբակալվել է վաղարշաբաթի ընտրություններում, իրենց բառերով ասած 20 մանեթ բաժանելու համար։ Բայց վերջում էլ այդ կանայք, որոնք որ ձերբակալվել են ձեր կուսակցական կաշառք բաժանելու համար, շատ ճիշտ բան են ասել։ Ասում սրիկա են, իրանք փողը իրանց են պահում։ Մեզ ոչ մի կոպեկ չեն տալի։ Այ դրա համար էլ ընդդիմություն չունենք, մեր ընդդիմությունը կերվավ։ Ձեր բնութագրումը ձեր կուսակցական ընտրատասովշիկները արդեն իսկ տվել են։ Դուք շատ լավ հասկանում եք, որ սա մեր օրենսդրության մաս է, եւ հիմա մենք այդ օրենսդրությունը ամբողջական դարձնելու եւ Հայաստանում ընտրությունները համամասնական ընտրակարգի տրամաբանությամբ քաղաքական դարձնելու անձերից անդին քաղաքական ընտրություններ կազմակերպելու տեսանկյունից նաև անում ենք այս փոփոխությունը։ Իսկ եթե որևէ մեկը քաղաքական օրակարգ ունի, քաղաքական տեքստ ունի ասելու, եւ ոչ թե ուղղակի հավելված է, ոնց որ Yandex-ի նավիգատորը ասենք։ Մարդկա դարձել է Yandex-ի նավիգատորի պես բան է, նավիգատորը գոնե քեզ կարա ասի ուր գնաս, ուր չգնաս։ Մարդկա այդ հավելված է դարել, բայց չենք կարա գոնե ներբեռնենք։ Արուսյակ Ջուլհակյանի խոսքով պետք է հասկանալ, ինչ տեղ ունեն մեզանում այն կուսակցությունները, որոնք կաշառքի միջոցով փորձում են ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ըստ նրա 2021 թվականին ամբողջությամբ անցում ենք կատարել համամասնական ընտրակարգի, սակայն թե ազգային ժողովի ընտրությունների, թե համամասնական ընտրակարգով իրականացվող թիմ ընտրությունների ժամանակ որպես քաղաքական ուժերի անվանումներ շարունակում են օգտագործվել անձնանուններ, որոնք որևէ կերպ չեն բխում համամասնական ընտրակարգի էությունից։ Պատգամավոր Սոնա Ղազարյանի կարծիքով էլ ընտրական օրենսգիրքը լավարկում են հանուն նրա, որ ժողովրդավարությունը կախված չլինի մեկ անձից։ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված երկրորդ օրինագիծն էլ հրատապ է այնքանով, որ ջերմատների եւ ավազանների շինթույլտվության համար տեղական турքերի փոփոխության վերաբերյալ նախագիծը պետք է օր առաջ ընդունել, քանի որ կան ներդրումային ծրագրեր, որոնք սպասման փուլում են։ Իսկ երրորդ նախագիծը վերաբերում է առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում վերհանված խնդիրների լուծման ուղղությանն առնչվող նախագծին, ըստ որի ընդլայնվում են նաեւ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի իմաստով շահառու ճանաչված մարդկանց շրջանակը։ Հաջորդ փոփոխությունը, որն առաջարկվում է ապահովագրված անձանց փոխկապակցված անձանց մասով է։ Ըստ փոխնախարարի, այս բոլոր գործընթացներին զուգահեռ բուժաշխատողներն ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան, հիմնվելով ծանրաբեռնվածության եւ որակի վրա։ Հաջորդ տարվա ընթացքում հունվարի 1-ից մենք կունենանք նոր խումբ, դա մինչև 200,000 ստացող անձինք են, եւ այս նախագծով մենք նույնպես ավելացնում ենք մի քանի խումբ, ինչպես արդեն նշեցի, դրանք փոխկապակցված անձինք են, այսինքն ընտանիքի անդամում, եթե որևէ մեկը աշխատում է, կարող է իր հարկային գործակալի միջոցով նաև ապահովագրել իր ընտանիքի անդամին, ինչպես նաև նշեցի տաքսի ծառայության վարորդները։ Չորրորդը տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծն է, որով կամրագրվի սինթետիկ բովանդակության իրավական սահմանումը որպես տեսալսողական, ձայնային կամ այլ տեղեկատվական նյութ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն գեներացվել կամ ձևափոխվել է արհեստական բանականության համակարգերի կամ գեներատիվ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Նախագծի ընդունումը նույնպես հրատապ է, քանի որ մասնավորապես ընտրական գործընթացներին ընդառաջ ահագնանում են այն տեմպերը, որոնցով որ արհեստական բանականությամբ գեներացվում է որոշակի մեդիա բովանդակություն եւ կարեւոր է, որ այդ հարցը կարգավորվի նախքան ընտրությունները։ Դրա վերահսկողությունը եւ մոնիթորինգը դրված է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի վրա եւ խախտումների պարագայում վարչական տուգանք պատասխանատվություն է ենթարկվում տվյալ հեռարձակողը սահմանված նվազագույն աշխատավարձի 300 պատիկի չափով։ Հեռուստատեսության պարագայում արհեստական բանականության գործիքն օգտագործելու դեպքում պետք է պարտադիր տեսանելի կերպով նշվի, իսկ ռադիոյի դեպքում հաղորդվի դրա մասին։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Բուհերը մինչև 2029-30 ուսումնական տարին ընդունելությունը կիրականացնեն ներկայում գործող իրավակարգավորումներով։
Այդ նպատակով 2025 թվականին ընդունված բարձրագույն կրթության եւ գիտության մասին նոր օրենքի անցումային դրույթներում համապատասխան հստակեցումներ են առաջարկվում նկատի ունենալով, որ այս ընթացքում կմշակվի եւ կգործարկվի ընդունելության նոր կարգը, որի պահանջը ամրագրված է նոր օրենքով։ Համապատասխան նախագիծն այսօր քննարկվել եւ հավանության է արժանացել ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Այս փոփոխությունը արվում է, որպեսզի մենք հստակեցնենք մինչև նոր ընդունելության կարգի գործարկումը, ընդունելության կազմակերպման գործընթացները համապատասխան հստակեցումներն են արվում։ Բացի դրանից, դրանով նաև մենք կառավարում ենք, քանի որ գիտեք, որ նոր օրենքը նախատեսում է ամբողջական եւ մասնակի բեռնվածության հասկացությունները, այս ուրեմն անցումային ժամանակահատվածի համար ըստ էության կարգավորում են 26-27, 27-28, 28-29 ուսումնական տարիների համար բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով արկա հեռակա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկերի հաստատման հնարավորությունները։ Երկրորդ կարգավորումը, որի մասին կուզեմ խոսել, որ հստակեցվում է, վերաբերում է կառավարման գործընթացին եւ մասնավորապես մենք կառավարման գործընթացի տեսանկյունից մասնավորապես ռեկտորների ընտրության հետ կապված հարցերը նախատեսում են կարգավորել ուրեմն գործող օրենսդրությամբ միջև ընտրության նոր պայմաններն ու ընթացակարգերը, որոնք կգործեն կառավարության որոշմամբ հանրային գիտական կազմակերպությունների եւ խոշորացված բուֆերի դեպքում համապատասխան հստակեցումները արվում են օրենքի անցումային դրույթներում եւ այսպիսով ավելացվում են նաեւ այն կարգավորումները, որոնք այս ժամանակահատվածում իրավական անորոշություն չեն ստեղծի եւ թույլ կտան համակարգի կառավարելիությունը պահել անընդհատ։ Արվում են եւս 1-2 տեխնիկական բնույթի փոփոխություններ, ինչպես օրինակ էթիկայի կոմիտե նշված էր, էթիկայի գրասենյակ պետք է լիներ, այսպիսի մանր ուրեմն վրիպակներն են ուղղվում խմբագրական 1-2 փոփոխություն։ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԿՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի եւ Ալխազ Ղազարյանի հեղինակած օրինագիծը ընդդիմության բուռն քննադատությանն է արժանացել։ Չնայած դրան իշխող խմբակցության պատգամավորների կարծիքով կատարվող փոփոխությունները ամրապնդելու են ժողովրդավարությունը եւ ապահովելու ընտրությունների թափանցիկությունը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի եւ Ալխազ Ղազարյանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում էր դաշինքների վրա անձնանուններ կիրառելու արգելք սահմանել, ընդդիմադիր ուժերի բուռն քննադատությանն արժանացավ։ Առաջինն արձագանքեց Սամվել Կարապետյանի նորաստեղծ Ուժեղ Հայաստան կուսակցությունը, որն իր կողմնակիցներին հորդորեց շտաբ հավաք կազմակերպել ազգային ժողովի դարպասների դիմաց։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով օրինագծի ընդունումը ել ավելի թափանցիկ կդարձնի ընտրական գործընթացները։ Ըստ նրա փոփոխության հիմքում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համամասնական դրույթներն են։ Այլ հարցեր, որ որոշ ընդդիմադիրներ փորձում են այն ներկայացնել որպես իրենց դեմ իրականացվող քայլ։ Համաձայն եմ ձեր հետ, որ դրանք նույնաբովանդակ ուժեր են, Ուժեղ Քյաբաբ Ստյոպի հետը եւ այդ ձեր նշած դաշինքը, համաձայն եմ, որ մեծ հաշվով բովանդակությունը նույնն է, գաղափարախոսությունը նույնն է, ու առանձնապես մեծ տարբերություն չկա։ Իշխող խմբակցության մեկ այլ պատգամավոր Արփի Դավոյանի կարծիքով էլ այն ուժերը, որոնք չունեն քաղաքական կենսագրություն եւ որոշակի գործընթացների կամ իրեն շահերի պաշտպանության համար են ստեղծվել, իրավունք չունեն դեմ գնալ սահմանադրությամբ ամրագրված օրենքներին։ Նա ընդգծեց, այս փոփոխությունը մեկ անձի կամ կուսակցության համար չի արվում։ Երբ որ այս փոփոխության դեմ խոսում են դաշնակցականները, խոսում են հանրապետականները, խոսում է Հայաստան դաշինքի այլ պատգամավորներ, որոնց քաղաքական հետագիծը շատ սերտորեն կապված է ընտրակաշարք բաժանելու հետ եւ ընտրակաշարքով ընտրություններին հաջողություն գրանցելու հետ, եւ երբ այդ ուժերը խոսում են ժողովրդավարության մասին, մի շատ հեռավոր տեղում ժողովրդավարությունը ծանր հոգոց է հանում, ասելով թե ինչ է կատարվում։ Հետեւաբար այս փոփոխությունը կարեւոր է եւ որևէ մեկը թող իրեն այնքան չկարևորի, որ իր համար է արվում։ Իսկ ազգային ժողովի պատգամավոր Ջուլիետտա Ազարյանը վստահեցրեց, ընտրական օրենսգրքում փոփոխությունը բխում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության ամրապնդման շահերից։ Նրա խոսքով ժողովրդավարության անկման եւ թափանցիկ ընտրությունների տորպեդահարման մասին աղաղակում են այն ուժերը, որոնք դրա իրավունքն ուղղակի չունեն։ Նույնքան զավեշտալի եւ անլուրջ է, որքան որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը խոսում է կոռուպցիայի մասին եւ կոռուպցիոն դրսևորումների մասին։ Եվ ըստ էության, երբ կոռուպցիան
խոսում է կոռուպցիայի մասին եւ այս դեպքում այն քաղաքական ուժերը, որոնց որպես իշխանություն ականատես է եղել է ժողովուրդը, թե ինչպիսի պայմաններում է ապրել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այս մարդիկ խոսում են ժողովրդավարությունից։ Ջուլիետա Ազարյանն անդրադարձ կարդարեց նաև Սամվել Կարապետյանի Facebook-յան էջում առավոտյան հրապարակված հայտարարությանը, որտեղ վերջինս Հայաստանի իշխանություններին մեղադրում էր բարեկամ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատ թարասման համար եւ նշում, որ իրենց իշխանության գալու դեպքում շահագրգիռ բոլոր կողմերի հետ հարաբերություններ են կառուցելու նույն հարթության վրա։ Ազնիվ լինելու դեպքում երևի թե տեքստը պիտի ունենար հետեւյալ արտացոլումը, Սամվել Կարապետյանը մտահոգություն է հայտնում եւ սրտնեղել է այն կապակցությամբ, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող իր բիզնեսները կարծես թե այդ երկխոսության արդյունքում կտուժեն։ Պատգամավոր Արփի Դավոյանը նույնպես խոսեց Սամվել Կարապետյանի կողմից իշխանության հասցեին հնչեցրած քննադատությունների, մասնավորապես պատերազմի դաշտում ձախողելու վերաբերյալ։ Կոչ եմ անում, որ Սամվել Կարապետյանը իր հաջորդ ուղերձը հղելուց առաջ, երբ խոսում է պատերազմի մասին եւ հարաբերությունների մասին միջազգային, մի փոքրիկ ուղերձ հղի եւ պատմի հանրությանը եւ մեզ թե ինչ պայմաններում չեն ծառայել իր որդիները, ինչի պատճառով չեն ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իր զավակները եւ իր եղբոր զավակները։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին էլ չեն զարմացրել հանրապետական կուսակցության ընտրություններին չմասնակցելու եւ ընդդիմադիր այլ ուժերին աջակցություն հայտնելու մասին հայտարարությունները։ Ալեքսանյանի համար տարօրինակ չէ անգամ, որ հանրապետական կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար իր անդամներին կոչ է անում ընդգրկվել տարբեր կուսակցությունների կամ դաշինքների կազմում։ Վերջապես ձեր նշած բանը, ինչ անունը գերֆանտաստիկ ինտելեկտի տեր օլիգարխի ցուցակում օրինակ տեղագտել իրենց արտաքին հարաբերությունների պայծառագույն ճակատը Էդգար Ղազարյանի տեսքով, որը ակնհայտորեն նոր ուժ, նոր թարմություն ու առհասարակ բան արտաքին հարաբերությունների ոլորտում գիտելիքի, ինտելեկտի ու պատրաստվածության նոր մակարդակ է հաղորդել բանին, արհեստական բանականությամբ ստեղծված այդ օլիգարխի կուսակցության ու դաշինքին։ Այլ թեմաներ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը շարունակում են Իրանի հրթիռակոծությունը, կրկին թիրախավորվել են նավթաքիմիական օբյեկտներ, օդանավականներ եւ ռազմավարական ենթակառուցվածքներ։ Միաժամանակ ակտիվացել են հակամարտությունը դադարեցնելու դիվանագիտական նախաձեռնությունները, չնայած դրանք դեռևս արդյունք չեն տալիս։ Պակիստանը կողմերին ներկայացրել է հրադադարի եւ բանակցությունների երկփուլային ծրագիր, սակայն Թեհրանն արդեն մերժել է ժամանակավոր հրադադարի առաջարկը ներկայացնելով իր պահանջները։ Դրանք են բոլոր հարձակումների դադարեցում, պատժամիջոցների լիակատար վերացում, Լիբանանում Հեզբոլլահին Իսրայելի հարվածների դադարեցում, վերակառուցման աջակցություն, Հորմուզի նավագնացության անվտանգություն, հետագա հարձակումներ չլինելու երաշխիքներ։ Փոխարենը Իրանը կվերաբացի Հորմուզը յուրաքանչյուր նավի անցման դիմաց մոտ $2 միլիոն վճարով, իսկ ԱՄՆ սենատոր Լինսի Գրեմը հիշեցրել է, որ Իրանին ժամանակ է տրվել մինչև երեկո համաձայնագիր կնքելու համար։ Պակիստանը Վաշինգտոնին եւ Թեհրանին փոխանցել է հակամարտության կարգավորման երկփուլային նախագիծ, որը ստացել է Իսլամաբադի համաձայնագիր անվանումը։ Նախաձեռնությունը նախատեսում է անհապաղ հրադադար, ապա բանակցությունների մեկնարկ եւ վերջնական խաղաղության համաձայնագիր։ Ըստ հաղորդագրությունների Պակիստանի բանակի ղեկավարն ակտիվ կապի մեջ է ամերիկյան եւ իրանական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն դիվանագիտական ջանքերը տեղի են ունենում ռազմական լարվածության ֆոնին։ Իրանական պետական աղբյուրները հաղորդում են, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կրկին հարվածներ են հասցրել երկրի նավթաքիմիական եւ գազային կարևոր օբյեկտներին։ Պայթյուններ են գրանցվել Ասալուեի արդյունաբերական շրջանում, նաեւ աշխարհի խոշորագույն գազային հանքավայրերից մեկի՝ Հարավային Պարսի մոտ։ Թիրախավորվել են նաեւ նավթաքիմիական համալիրները։ Միաժամանակ իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ռազմական եւ ավիացիոն ենթակառուցվածքներին։ Հարձակման են ենթարկվել Թեհրանի Մեհրաբադ, Բեհրամ եւ Ազմայեշ օդանավականները, որտեղ վնասվել են տասնյակ ինքնաթիռներ եւ ուղաթիռներ, Սպահանում եւս հզոր պայթյուններ են արձանագրվել։ ՄԱԳԱՏԷ-ն էլ հաստատել է, որ հարվածներ են իրականացվել Բուշերի ատոմակայանի անմիջական հարևանությամբ, ընդամենը տասնյակ մետր հեռավորության վրա։ Գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին էլ զգուշացրել է հնարավոր վտանգավոր ռադիոլոգիական հետևանքների մասին։ Իրանը կտրուկ քննադատել է միջազգային կառույցների արձագանքը, հայտարարելով, որ նման գործողությունները միջազգային իրավունքի խախտում են եւ կարող են բերել տարածաշրջանային աղետի։ Քաղաքական հռետորաբանությունը եւս այս ընթացքում առավել կոշտ է դարձել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է ոչնչացվել
ստացվել մեկ գիշերվա ընթացքում եւ ընդգծել, որ Վաշինգտոնը պատրաստվում է նոր ավելի մեծ հարվածների։ Միաժամանակ նա հաստատել է, որ բանակցություններ են ընթանում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի մասնակցությամբ։ Թեհրանը մերժել է Եգիպտոսի, Պակիստանի եւ Թուրքիայի ներկայացրած 45-օրյա հրադադարի առաջարկը, պահանջելով հակամարտության լիարժեք եւ մշտական դադարեցում իր պայմաններով։ Իրանի իշխանությունները նաեւ զգուշացրել են, որ ենթակառուցվածքների դեմ նոր հարվածները կարող են ունենալ ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ տնտեսական հետևանքներ, հատկապես էներգետիկ շուկաների համար։ Իրանի հեղափոխական գվարդիան էլ կանգնեցրել է հեղուկացված գազ տեղափոխող 2 լցանավ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Իդեպ քիչ առաջ Դոնալդ Թրամփը Իրանի հետ կապված հերթական գրառումն է կատարել, նշելով, թե այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի եւ այլևս երբեք հետ չի բերվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար պետք է լինի։ Հիմա, երբ մենք ունենք ամբողջական եւ լիակատար վարչակարգի փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ ավելի խելացի եւ պակաս արմատականացված մտքեր, գուցե ինչ-որ հրաշալի բան տեղի ունենա։ Մենք դա կիմանանք այս գիշեր, աշխարհի երկար ու բարդ պատմության ամենակարևոր պահին գրել է Թրամփը։ Նշենք, որ իրանական պետական հեռուստաալիքների հաղորդման բոլոր դիվանագիտական ուղղակի եւ անուղղակի բանակցությունները սառեցվել են։ Դա տեղի է ունեցել Թրամփի վերջին սպառնալիքներից հետո։ Հիշեցնենք, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Իրանին տված վերջնագրի ժամկետը լրանում է այսօր։ Իրանը այս ընթացքում պետք է բացեր Հորմուզի նեղուցը, հակառակ պարագայում ԱՄՆ-ն պետք է անցներ նոր հարձակումների։ Փաստորեն Իրանը մտադիր չէ գնալ զիջումների, իսկ թե ինչ քայլերի կգնա Թրամփը ցույց կտա ժամանակը։ Տեղեկություններ են շրջանառվում, թե իբրև ԱՄՆ-ն մտադիր է միջուկային զենք կիրառել, սակայն Սպիտակ տունը հերքել է նման հնարավորությունը։ Իրանի քաղաքացիները կենթանի պատեր են կազմել կամուրջների վրա եւ բոլոր ատոմային էլեկտրակայանների մոտ։ Ստամբուլում էլ Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ըստ ոստիկանության հարձակվողներից 3-ը վնասազերծվել են, նրանցից 2-ը սպանվել է, մեկը ձերբակալվել, վիրավորվել է նաև 2 ոստիկան։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ։ Հարվածը հասցվել է դպրոցի հարակից տարածքում, որտեղ ապաստանել էին տեղահանված պաղեստինցիներ, հայտնում են տեղի առողջապահության ներկայացուցիչները։ Բժիշկների եւ ականատեսների փոխանցմամբ հարվածից առաջ տեղի է ունեցել բախումներ պաղեստինցիների եւ Իսրայելի կողմից աջակցվող աշխարհազորայինների միջև։ Վերջիններս ըստ աղբյուրի փորձել են առևանգել մի քանի անձի։ Աշխարհազորի ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ ընթացքում սպանվել է Համասի մոտ 5 անդամ։ Բացի այդ, բժիշկների տվյալներով Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական կրակահերթերի հետևանքով զոհվել է եւս մի քաղաքացիական անձ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով հրադադարի մեկնարկից ի վեր իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 700-ի։ Իսրայելի տվյալներով նույն ժամանակահատվածում Գազայում սպանվել է 4 իսրայելցի զինվոր։ Արտեմիս 2 առաքելության շրջանակում Օրիոն տիեզերանավը թռիչքի 6-րդ օրը մտել է լուսնի ազդեցության ոլորտ եւ պատրաստվում է պտտվել դրա շուրջ։ Տիեզերագնացներն այս փուլում կհայտնվեն երկրից պատմության մեջ ամենահեռու կետում եւ մոտ 40 րոպե կմնան առանց կապի, երբ տիեզերանավն անցնի լուսնի հակառակ կողմ։ Առաքելության ընթացքում ուսումնասիրվում են ինչպես լուսինը, այնպես էլ տիեզերանավի կենսապահովման համակարգերը։ Սա առաջին մարդատար թռիչքն է Օրիոնով։ Տիեզերագնացները շուրջ 6 ժամ կանցկացնել լուսնի շուրջ պտտվելով, կատարելով դիտարկումներ եւ հավաքելով կարևոր տվյալներ ապագա առաքելությունների համար։ Հունգարիայի զինված ուժերը ստանձնել են թուրքական հոսք գազատարի երկրի տարածքով անցնող հատվածի անվտանգության ապահովումը։ Արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոյի խոսքով այս քայլը պայմանավորված է գազատարի նկատմամբ աճող սպառնալիքներով եւ վերջին շրջանում կանխված հարձակումներով։ Նա ընդգծել է, որ անվտանգության ուժեղացման հարցը քննարկվել է Սերբիայի, Թուրքիայի եւ Ռուսաստանի գործընկերների հետ։ Ավելի վաղ Սերբիայի նախագահը հայտնել էր, որ գազատարի մոտ հայտնաբերվել են պայթուցիկներ, իսկ գործի հետաքննությունը շարունակվում է։ Նովորոսիսկի նահանգում խոցվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի Ադմիրալ Մակարով ֆրեգմատը։ Ըստ ուկրաինական աղբյուրների հարված է հասցվել նաև Սիվաժ լողացող հորատման կայանին։ Ռուսական կողմը հայտնել է, որ տարածաշրջանը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման, որի հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, կան տուժածներ։ Տեղեկություններ կան նաև Նովորոսիսկի Շասխարիս նավային տորմերի վնասման մասին, որը կարևոր դեր ունի Ռուսաստանի նավթային արտահանման մեջ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Ռուսաստանին առաջարկել է էներգետիկ ոլորտում զինադադար։ Նրա խոսքով, եթե Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները, Ուկրաինան եւս կդադարեցնի պատասխան հարվածները։ Զելենսկին նշել է, որ առաջարկն արդեն փոխանցվել է ռուսական կողմին ամերիկյան միջնորդությամբ։
Ռուսաստանում կրոկուսի ահաբեկչության գործով դատապարտված 37-ամյա Յուսուֆզոդա Զագուբջոնին մահացել է ՍԻԶՕ-ում ենթադրաբար ինքնասպանության փորձից հետո։ Տեղեկությունների համաձայն դեպքը տեղի ունեցել Մոսկվայի Մատրոսկայա Տիշինա մեկուսարանում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց եւ մի քանի ժամ փորձել վերակենդանացնել, սակայն չի հաջողվել։ Դեպքի առթիվ Ռուսաստանի Դաշնության քրեակատարողական ծառայությունը սկսել է ծառայողական ստուգում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում ներխուժել Կանադա, փաստացի հրաժարվելով նախկինում հնչեցրած այն գաղափարից, թե երկիրը կարող է դառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը։ Նա խոսելով իր կենսագիր Ռոբերտ Հարդմանի հետ ընդգծել է, որ նման սցենարն իրատեսական չէ Կանադայի երկար պատմության եւ ազգային ինքնության պատճառով։ Շարունակում ենք թողարկումը Երևանում, ապրիլի 11-ից 12-ն արդեն երրորդ անգամ կկայանա Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը։ Մրցաշարին կմասնակցեն 22 երկրների 570 մարզիկներ, իսկ Հայաստանի հավաքականը պայքարի մեջ կմտնի թե սպորտային, թե մարտական Սամբոյի բոլոր հիմնական ուղղություններով, մեդալային լուրջ հավակնություններով։ Ապրիլի 11-ին եւ 12-ին Երևանում կանցկացվի Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Սամբոյի Հայաստանի Ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ այս տարի Հայաստանը կհյուրընկալի 22 երկիր եւ 570 մարզիկ։ Սա երրորդ տարին է անցկացվում այս աշխարհի գավաթը Հայաստանում, որը այն միտքն ունի, որ Հայաստանից չի գնալու եւ անցեկացվելու Գազպրոմ արենայում Երևանում մեր թիմը բավականին պատրաստ է, նախապատրաստական աշխատանքները ամեն ինչ արված են։ Այս պահին թիմը ուսումնամարզական հավաքների մեջ են, որ արդեն ընդգծված աշխատանքը արդեն մոտեցնենք մեր մրցումներին։ Հույս ունեմ, որ մեր սպորտսմենները իրենց հմտություններով, իրենց պրոֆեսիոնալիզմով ցույց կտան բարձրակարգ սպորտ եւ կուրախացնեն մեր ժողովրդին։ Հայաստանի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հովիկ Խոջոյանն էլ նշել է, որ թիմը պատրաստ է ոչ միայն մրցապայքարին, այլև հյուրերի ընդունելությանը։ Այսօր Սամբոն այնպես է զարգացել, որ շատերը հյուրերը գալիս են հենց Հայաստանի համար, որովհետեւ Հայաստանը դարձել է Սամբոյի կենտրոն, մարդիկ հաճույքով են գալիս հանդիպելու մեր հետ զբոսնելու Երևանում եւ հույս ունեմ, որ միջոցառման նպատակը կիրականացնենք, հյուրերը հաճույքով կգան եւ հաճույքով կգնան եւ մեր մարզիկները կարդարացնեն, մենք էլ կունենանք մեր համապատասխան քանակի մեդալները։ Խոջոյանի խոսքով Հայաստանի հավաքականը մրցաշարում կներկայացնի սպորտային եւ մարտական սամբոյի կազմերով, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց պայքարում։ Նրա գնահատմամբ հավաքականն ունի առնվազն 7-8 մեդալի հավակնորդ։ Հայաստանի հավաքականի անդամ աշխարհի գործող գավաթակիր Կարեն Սարգսյանն էլ վստահեցրել է, որ մարզիկները գտնվում են լավ մարզավիճակում եւ պատրաստ են առավելագույն արդյունքների հասնել։ Անելու ենք ամենակարևորը բարձրագույնը, որպեսզի հասնենք մեր առջև դրված պլանի իրականացմանը, աշխատելու ենք, որպեսզի մեդալը գույնը շատ կարևոր է ինձ համար, որպես մարզիկ ես կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի ոսկին, իմ քաշային կարգի ոսկին մնա մեր երկրում եւ արժանիորեն հնչեցնել մեր հիմնը, բարձրացնենք մեր եռագույնը մեր հողի վրա։ Անդրադառնալով մրցապայքարին Միքայել Հայրապետյանը նշել է, որ ֆավորիտների թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան եւ մի շարք ասիական երկրներ, սակայն ընդգծել է, որ հայ սամբիստները վերջին տարիներին ապացուցել են իրենց մրցունակությունը միջազգային հարթակներում։ Նրա խոսքով սպասվում է թեժ եւ հետաքրքիր պայքար։ Կազմակերպիչները հայտնել են նաեւ, որ մրցումների մուտքն ազատ է։ Գոտեմարտերը կմեկնարկեն ապրիլի 11-ին ժամը 10-ից, իսկ եզրափակիչ փուլը նախատեսված է նույն օրը 17:30-ից հետո։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ցտեսություն։